երեխաներ, ո՞րն է մեր դասի թեման։ Ասա, Նարեջան։ Գումարումն ու հանումը, ճիշտ է։ Դասի նպատակը զարգացնել թիմային աշխատանքը, բանակցելու, հարցեր տալու եւ իրենց գաղափարները պաշտպանելու ունակությունները, ցույց տալ դասորդական կոտորակների գումարման հանման եւ բնական թվերի գումարման հանման հաշվեկանոնների նմանությունն ու տարբերությունը երեխաներ։ Ուրեմն կներկայացնեմ նաեւ դասի վերջնարդյունքը, միայն վերջին կետը կներկայացնեմ ձեզ լուծի խնդիրներ դասորդական կոտորակների գումարման եւ հանման կիրառման եւ օգտագործի այն առօրյա կյանքում։ Պարզ է։ Հիմա ես կուզենայի, որ դուք ներկայացնեք, թե ինչ է ձեզ հանձնարարված։ Դավիթ ջան, ներկայացնես ինչ է հանձնարարված ձեզ։ Մենք դասարանով ինքնական բաժանվել ենք 5 խմբերի, որոնցից 3 խումբը կներկայացնի իրենց բիզնես ծրագրերը, իսկ մյուս 2 խմբերը կլինեն ներդրողներ։ Այսինքն 5 խմբի եք բաժանվել, 3-ը բիզնեսը կներկայացնեն, 2-ը ներդրողներ, որոնք միմյանց հետ կորոշեն, թե հետագայում որ խմբին են ուզում ներդրում կատարել։ Լավ։ Եկեք լսենք առաջին խմբին, ով է ուզում ներկայացնել երեխաները։ Ձեզանից լսենք, եկեք։ Ես Էլեն Հունի տնօրենն եմ։ Մենք բացել ենք կապիկի սրահը, որտեղ այն շատ եկամտաբեր է։ Ես հիմա կներկայացնեմ Սևան աթոռի եւ բազմոցի նախնական գները։ Սևանի աթոռի նախնական գինը 100.304 հազարորդական է, իսկ բազմոցի նախնական գինը 290.76 է։ Ահարանի նախնական գինը 350.71 հազարորդական է։ Մահճակալի նախնական գինը 180.76 հազարորդական է։ Սևան աթոռի վաճառքի գինը 200.35 հազարորդական է, իսկ բազմոցի վաճառքի գինը 304.95 հազարորդական է։ Պահարանի վաճառքի գինը 467.86 հազարորդական է, իսկ մահճակալինը 278.98 հազարորդական է։ Ես հաշվապահն եմ եւ օգնել եմ նույնպես լոգոտիպի հարցում։ Ինչու մեր լոգոտիպի անունը Էլենիկ, որովհետեւ ունենք մեր աղջիկում անունը Լեով է եւ 5 աղջիկում անունը Մտավն է։ Մեր գները ներկայացված են 10-որդական կոտորակով, որովհետեւ մեր դասի թեման է 10-որդական կոտորակների գումարումն ու հանումը։ Նաեւ որոշ գներում, եթե մենք կլորացնենք, մեր թիմը կտուժեր եւ մեր դիզայներն ու նկարչուհին Լիլին։ Մեր գնումների եկամուտը 321.606 հազարորդականն է։ Նշել եք եկամուտը ձեր Նարեջան այդտեղ։ Դաշնահաշվար տարել եք, կատարել եք։ 616 հազարորդական դրամ է։ Եվ գոհեմ իմ աշխատողներից նրանք կարողացել են գնունել Ճիշտ կատարել հաշվարկը։ Ապրես։ Ներդրողներ ջան, ունեք հարցեր։ Ներդրող ասացու։ Եթե ես գամ ձեր խանութ եւ գնեմ մեկ պահարան եւ տամ 600 դրամ, իմ մանրը ինչքան կկազմի։ Հիմա կասեմ։ Հաշվարկները կանենք, քանի որ 10-որդական կոտորակից աջ գրված են 2 թվանշաններ, չէ՞, դրա համար դու 600-ից հետո այո, ավելացրեցի 2 զրոներ։ Գրում եք երեխաներ, դուք եք անում իրանց այդ հաշվարկները։ Այո, հաշվարկներ արեք, որ չափ է խանութին։ Ձեր մանրը կլինի 132.14 հազարորդական։ Իսկ ինչու դուք ինձ չեք տալիս 132.100 հազարորդական, իսկ տալիս եք 132.14 հազարորդական։ Որովհետև եթե մենք ձեզ տանք այլ գնով, մեր խանութը կտուժի։ Շնորհակալություն։ Ասա այդ մոտ։ Ինչքան կկազմի իմ գումարը, եթե դուք գնեք, եթե ես գնեմ 2 պահարան։ Ման հաշվի։ Ահա։ 234.3 Իսկ ինչի չասեցիր 30-100-որդական, ես ուզում էի ասել, Լիլի, ինչի ասեցիր 234.3 10-որդական և ոչ թե 234.30 100-որդական,
որովհետև զրոն չկա։ Այո, անտեսանելի է, չէ՞, տրակետից հետո զրոն, այո, անտեսանելի է։ Նստեք առաջին խումբ երեխաներ, իսկ հիմա կներկայացվի երկրորդ խումբը։ Ես Լևան Շամուտի խաղալիքների աշխարհի տնօրենն եմ։ Մենք ունենք շատ խաղալիքներ, բայց ավելի շատ եկամուտը մեր այժմ խաղալիքներ։ Մենք բացել ենք այդ բիզնեսը, որովհետև մեր դասի նման է 10-ական կոտորանների գումարու նման։ Մենք ստեղծել ենք այս խանութը, որովհետև դա շատ եկամուտ աներ է և երեխաներին շատ է պետք խաղալիքներով խաղալ։ Մեր լոգոտիպի հեղինակն է մեր վաճառողին, իսկ նկարի հեղինակն է Վիտոնն և Արմանը, պահեստի աշխատողը։ Մենք այսօր ստացել ենք 4 խանութներ, բայց ավելի շատ եկամուտ են բերում այս վրա։ Հանք Լեգոյի նախնական գինը 10,503,000 թվական։ Աղջուկի նախնական գինը 20,53,000 թվական է։ Մեքենայի նախնական գինը 40,650,000 թվական է, իսկ ռոբոտի նախնական գինը 30,500,000 թվական։ Մեր Լեգոյի վաճառքի գինը 11,100,000 թվական է, իսկ մեր աղջուկի վաճառքի գինը 21,10,000 թվական։ Մեր մեքենայի գինը վաճառքի գինը 44,66,000 թվական դրամ է, իսկ ռոբոտինը 31,603,000 թվական դրամ։ Մեր շահույթը կազմում է 6,585,000 թվական դրամ, մենք շատ գոհ ենք մեր շահույթից։ Ուրեմն երեխաներ ջան, ես ուշադրություն դարձրեցի, որ դուք շատ ճիշտ եք ընթերցում 10-րդական կոտորակները։ 10-րդական կոտորակների ընթերցելը, ճիշտ ընթերցելը, հենց մեր դասի կարևոր նպատակներից մեկն էր։ Ու ես ուշադրություն դարձրեցի, դուք շատ ճիշտ եք ընթերցում, ապրեք։ Ներդրողների ունեք հարցեր, աս Արտյոմ։ Իսկ ինչու է, երբ որ ես գնացի ուրիշ խանութ, գնացի ավտոմեքենա եւ աղջուկ, նրանք այդ երկուսի արժեքները կլորացրել էին եւ տվեցին ինձ 400 դրամ։ Իսկ երբ եկա ես ձեր խանութ, դուք ինձ վաճառեցիք ավելի բարձր գներով։ Որովհետև մեր խանութի ապրանքները շատ որակյալ են և շատ բարձր են նահատվում։ Որ հաճախորդները եկել են այս խանութ, մեզնից շատ գոհ են մնացել և ապրանքները նրանց մոտ չի ջարդվել։ Շնորհակալ եմ, ես նույնպես գոհ եմ ձեր խանութից։ Ուրիշ հարց ունեք։ Որ ես ձեր մոտից գնեմ մի հատ ռոբոտ և մի հատ աղջուկ քանի դրամ պետք է տամ։ Հիմա ես խոսում եմ։ Մենք սկսում ենք 21,510 թվականը 31,603,000 թվական։ Այո, 603,000 թվական։ Այսինքն պետք է վճարի 53,403,000 թվական։ Եվ ուրիշ ներդրողներ, աս Արման։ Եթե որ դուք վաճառեք ձեր խանութի ամենաշահավետ ապրանքը, ինչքան շահույթ կստանաք։ Եթե մենք վաճառենք մեր խանութի ամենաշահավետ խաղալիքը ավտոմեքենան է, եթե մենք այն վաճառենք, մեր շահույթը կկազմի 4,6,000 դրամ։ Ապրեք երեխաներ ջան, նստեք։ Վերջին խումբը թող ներկայացնի իր բիզնես ծրագիրը, ահա։ Մենք ասել ենք գրականություն բիզնեսը, որը անվանում է ամեն ինչ դպրոցի համար։ Մենք որոշեցինք բացել գրականություն, քանի որ նա դպրոցի համար մեր համար շատ շահավետ է։ Հիմա մենք կներկայացնենք այս բոլոր առարկաների նախնական գները, իսկ հետո վաճառությունը։ Իսկ կարող եք ասել, թե ձեր խանութի ամենաեկամտաբեր առարկան որն է։ Ամենաեկամտաբեր առարկան դա Թոմասն է, որի շահույթն է 50,15 Իսկ ինչու է դուք քանանը վաճառում 180,81,100 դրամով, այլ ոչ թե 200 դրամով։ Քանի որ եթե մեր թվերը կլորացնենք, ապա մեր հաճախորդները կտոնեն։ Եվ մենք որոշում ենք չկլորացնել այդ թվերը, քանի որ մեր հաճախորդները շատ սիրալիր են։ Շնորհակալություն։ Եթե չունենք 10-րդական կոտորակները, ապա ձեր խանութը ավելի շատ շահույթ ունենար, ավելի քիչ։ Կլիներ դեպք, որ
ես շահում կգամ, բայց հաճախորդին մնաց կտունան։ Իսկ կլիներ թե որ մեզ մնաց լինեք և հաճախորդին շահում։ Ապրեք երեխաներ ջան, նստեք։ Դուք էլ ներկայացրեցիք ձեր բիզնես ծրագիրը։ Խաղի տեսնում են 5 րոպե ժամանակ երեխաներ։ Չնայած ձեզ մոտ արդեն իսկ ցույց է տվել ձեր սխալները և ճիշտ պատասխանները, ճիշտ է։